Մարտի 1-ին ելույթ 2-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդ նականանետներից, նռնականետներից ու տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 գրակոց։ Շփման գծի հարավ-արևելյան, արևելյան եւ հյուսիս-արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 եւ 82 մմ-անոց ականանետներից, ձեռքի հակատանկային հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետներից ընդհանուր առմամբ արձակել է 51 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։ Սարգսյանների նորակառույց առանձնատունն է, համեստ բնակմակերեսով ու կենցաղային բոլոր պայմաններով։ Երկու սենյականոց տանն ապրում են 4 հոգով, դրանից առաջ երկար տարիներ սեփական տանիք չեն ունեցել ու բազում դժվարություններ են հաղթահարել։ Նախկին բնակարանում անգամ փոքրիկին խայթել է օձը, հիմա ամեն ինչ լավ է, բուժել են հրաշքով։ Գրիշ չի եղել, ապրել է անձրևների վախտը, պադը խլվել էր, սաղ գրսներ, ջղջգներ, լետայությունը, լրը երեխու օրոցքի վրա են գալիս, դրա համար էլ ահավոր էր, այնտեղ մնալ չէր լինի, երեխու փոխելու ժամանակ, շորտ փոխելու ժամանակ դիվանը, տակից օծը, ոտը կծեց, դե մի կերպ հասցրինք բժշկի։ Սարգսյանների ուրախությունն այսօր շատերն են կիսել եւ զգացել եւս 14 բազմազավակ, կարիքավոր ու երիտասարդ ընտանիք։ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարն առիթն օգտագործել ու շնորհակալություն է հայտնել Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Նոր Կիլիկիա թաղամասը կառուցվել է վեհափար Հայրապետի նախաձեռնությամբ։ Առաջին փուլում նախատեսված էր 10 բնակարան, որից հետո 22-ի հիմքերն են դրվել խորհրդանշական տարածքում։ Սա սուրբ տեղամաս է, որովհետև առաջի պատերազմի ժամանակ Արցախյան, այսպես ասեմ, կարելի ասել, որ հակառակորդին այստեղ են կանգնեցրել եւ այստեղ մեր արիասիրտ տղաներից շատերը իրենց գլուխը դրեցին ու ազատագրեցին, այնուհետև մենք նախապատրաստվեցինք ու հակահարձակողական գործողությունները եւս սկսեցինք այստեղից ու ազատագրեցինք Մարտակերտի շրջանը։ Բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը վերաբնակիչները ստացել են հավաստագրերը, ովքեր դեռ նոր պետք է հաստատվեն, տան հասցեները որոշել են վիճակահանությամբ։ Մասի Սարգսյանը պաշտոնական բնակարանամուտից ավելի վաղ է տեղափոխվել այստեղ։ Դրանից առաջ զինծառայողը մասնակցել է ապրիլյան պատերազմին, հիմա առավել հանգիստ է լինելու, թիկունքում ընտանիքն ապահով է, մտահոգվելու կարիք չկա։ 16 տարի է ծառայում եմ, հենց 16-ն եմ ծառայելու, հակ եղավ դեպքում թոշակի ասեմ ծառայելու, որովհետև մեր հողը վերցած է արինով, սաղս պարտավոր ենք մեր սահմանները պահենք։ Նոր թաղամասի բնակիչների հետ շրջանի վարչակազմը կնքելու է պայմանագրեր, բնակարանները ծառայելու են այստեղ փաստացի ապրողներին։ Նոր Կիլիկիայում անցկացված են անհրաժեշտ ենթակառուցվածքները, բնակիչները նաև տնամերձ հողամաս ունեն, որ զբաղվեն հողագործությամբ, շրջանի պատասխանատուն ստեղծված պայմաններից գոհ է, այն է, ինչ պետք է գյուղական համայնքին։ Քաղաքաշինական պահանջներին, այո, բավարարում է, բոլոր հարմարավետ պայմանները ունի յուրաքանչյուր բնակարան եւ նաեւ այս գողտրիկ անկյունը տեսնում եք գեղեցիկ նաեւ ենթակառուցվածքներն է կառուցվել, ճանապարհներն են եւ այլն։ Լրիվ բավարարում է։ Սա նախահաշվարկը կազմված, ներկայացված է եւ ողջ շինարարության ընթացքում շինարարական այդ բոլոր պահանջներն ու պայմանները պահպանվել է։ Այսպիսով Նոր Կիլիկիա թաղամասում 32 տուն է կառուցվել, որից 5-ում շինարարներն աշխատում են, շուտով դրանք էլ կհանձնվեն շահագործման։ Նարեկ Սահակյան, Վերուժան Հայրապետյան, օր։ Ազատամարտիկների անունը կրող զբոսայգին մայրաքաղաք Ստեփանակերտի հենց սրտում կլինի։ Զբոսայգին 3 մուտք կունենա։ Գլխավոր մուտքը սկսվում է Վերածննդի հրապարակից, երկրորդը Հովհաննես Թումանյան փողոցից, երրորդ մուտքը Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտին հարող Սիրո պուրակից։ Զբոսայգին կունենա ճարտարապետական յուրահատուկ լուծումներ ու ժամանակակից շինություններ։ Այն հանգստի ու ժամանցի իդեալական վայր կդառնա։ Նախագիծը կազմել է Նարինե եւ Եղանի ընկերությունը։ Տարածքը գտնվում է Վերածննդի հրապարակից դեպի հյուսիս կենտրոնական մարզադաշտից մարզադաշտի արևմտյան հատվածում միայն խմից ազատամարտիկների շենքի հյուսիսային եւ արևմտյան հատվածներում մոտավորապես 2 հեկտար տարածք է, ուրեմն տարածքը բարեկարգվում է
կապելով վերածննդի հրապարակի հետ, որովհետև մեծ մասամբ մեր ժողովուրդը վերածննդի հրապարակում մեծ կուտակումներով հանգստանում են։ Զբոսայգու տարածքն ամբողջությամբ կանաչապատ կլինի, ցայտաղբյուրներով ու ծառուղով։ Նախատեսվում է տարբեր տեսակի ծառեր տնկել, ծաղիկներ աճեցնել, տարածքի տարբեր հատվածներում կտեղադրվեն նստարաններ։ Կենտրոնական հատվածում կկառուցվի օղակաձև ինքնատիպ շատրվան, որտեղից ջուրը կանցնի կասկադով։ Ազատամարտիկների միության վարչական շենքի ետնամասում երկհարկանի կցակառույց կավելանա, որի առաջին հարկում ըստ նախագծի կլինեն տեխնիկական սպասարկման սենյակներն ու հանրային սանհանգույցը։ Այստեղ կլինի նաև մանկական խաղասրահ, իսկ երկրորդ հարկում նախատեսված է բացօթյա տաղավար ազատամարտիկների հանգստի համար։ Որակի մեջ կան օբյեկտներ տարբեր եւ գլխավոր մուտքը ազատամարտիկների շենքի արևմտյան հատվածից է, այս կողմից, որտեղ կազմակերպվում է փոքրիկ հրապարակ եւ հրապարակի ճշտում կան ջրավազաններ շատրվաններով, երկեցող շատրվաններով, բարդ ռելիեֆի պատճառով ամբողջ այս տարածքը կատարվել է տարբեր հարթակների միջոցով։ Տարածքում ազատամարտիկների անվան հուշաղբյուր կկառուցվի, կլինեն նաև սրճարաններ, 150 տեղանոց ամֆիթատրոն, առանձին ավտոկայանատեղի ու այլ ժամանցային վայրեր։ Այգին կունենա արտաքին լուսավորություն, իր տեսակով ու ճարտարապետական լուծումներով ազատամարտիկների զբոսայգին առաջինը կլինի Արցախի մայրաքաղաքում։ Այն օբյեկտները, որոնք ստեղ նախատեսված են, հատուկ արվել են այնպես, որպեսզի օբյեկտների տանիքայի մասը նորից դառնա այդ ընդհանուր օգտագործման հարթակներ։ Զբոսայգին կառուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ ու Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Բարեկարգման աշխատանքներն իրականացնում է Բանդ Կապալարու կազմակերպությունը, վերահսկողությունը ԼՂ քաղաքաշինության նախարարությունը։ Ներկայումս կատարվում են հողային ու հենապատերի կառուցման աշխատանքներ։ Մարինե Մկրտչյան, Մերուրան Հայրապետյան, օր։